հնարավոր չէր բարձրացնել այդ հարցերը եւ չանդրադառնալ խաղաղության։ Մենք սկսել ենք խոսել պետություն կառուցելու մասին։ Երբ կառուցում ես պետություն, հասկանում ես, որ խաղաղությունը դա այն անհրաժեշտ գործոնն է, որը թույլ կտա քեզ կառուցել ինքնիշխան պետություն։ Եվ կարծում եմ, որ 25 թվականը միգուցե նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն խոսում էինք դրա մասին, այլ նաև կոնկրետ գործնական քայլեր են։ Այս ավելի կարևոր է։ Որտեղ ընդհանրապես բոլորն էլ սիրում են խոսել խաղաղությունից, ոչ թե պատերազմի մասին չի խոսում, բայց խաղաղությունը նաև ենթադրում է որոշակի քայլեր։ Հաշվի առնել հազար մի հանգամանք, հասկանալ, որ երկրի պաշտպանությունը դա միայն բանակը չի, դա տնտեսությունն է, դա կրթությունն է, դա գիտությունն է, դա առողջապահությունն է, դա ամեն ինչ է, որտեվ այդպես չի լինում, որ կաթսայի մեջ միայն մի տեղ ջուրը եռա, մնացած տեղ պաղ լինի։ Մենք երկար ժամանակ ասում էինք, որ մեր միակ կայացած ինստիտուտը դա բանակն է, եւ պարզավոր այդպես չի լինում, իսկ հետո տեսանք, որ դա էլ այդպես չի։ Այնպես որ կարծում եմ 25 թվականի ամենամեծ ձեռքբերումը նա է, որ մենք իրականում շատ սթափ մտածելով սկսել ենք կառուցել պետություն։